Դան, խոսում ենք ժողովրդավարությունից եւ այս կոնտեքստում մի քանի օր է, որ երկրի վարչապետի ոչ դե յուրե ոչ կինը, փաստացի կինը Աննա Հակոբյանը տարբեր հանրային գործիչների, լրատվամիջոցների նկատմամբ թիրախավորված նաև վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս, օրինակ նրանց անվանում է էշ, տխմար եւ այլն եւ այլն։ Որքանով է ընդունելի երկրի ղեկավարի կնոջ կողմից նման պահվածքն առհասարակ։ Ես եթե չեք առարկի այդ հարցին չպատասխանեմ եւ նաեւ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ խորհուրդ տամ ինքներդ չանդրադառնաք այդ հարցերին, որովհետեւ ակնհայտ է, որ դա չի արվում հուզական ֆոնի ներքո, այլ արվում է նպատակային, հենց օրակարգեր գրավելու նպատակով։ Ուստի առաջարկս այն է, որ հնարավորինս խուսափել նման հասարակության աչքի համար բավականին գնահատելի լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեցող վարքագծին եւ կենտրոնանալ ավելի օրակարգային խնդիրների վրա, մեր օրերում շատ ավելի կարևոր խնդիրներ կան եւ համոզմունքս է, որ նման վարքագիծը նաեւ գալիս է օրակարգերում այդ խնդիրները լրացնելու, կոռուպցիոն դրսևորումների, հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր թերացումների միջազգային ասպարեզում նման հարցերը սահմանափակելու, այսինքն լրահոսում դրանց տեղեկատվական տեսանելիությունը սահմանափակելու նպատակով են արվում։ Խորհրդարանում շարունակվում է, այսպես ասած, իմպիչմենտի գործընթացի նախապատրաստական փուլերը, գիտեք, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը առաջարկեցին Էդմոն Մարուկյանի թեկնածությունը, բայց պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է այդ թեկնածությանը։ Դուք որպես սահմանադրական գործիքի հավատում եք իմպիչմենտի հնարավորության առհասարակ։ Իմպիչմենտ կարող է ունենալ այն պարագայում, բնականաբար դա մաթեմատիկական հաշվարկ է ենթադրում, երբ որ իշխանական ֆրակցիայից պատգամավորներ միանալու են այդ գործընթացին։ Եթե կան նման երաշխիքներ կամ նման պայմանավորվածություններ, դա կարող է առաջանալ զուտ որպես մաքուր իրավական գործընթաց։ Հակառակ պարագայում ես չեմ պատկերացնում, որ առանց հանրային լայն ճնշման կամ փողոցային շարժման հնարավոր է այդ գործիքը աշխատացնել եւ արդյունք հասնել։ Եվ մի հարց էլ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, Հիկմետ Հաջիևը հայտարարեց Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, որ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն եթե Հայաստանի սահմանադրությունը փոխվի եւ այդ այսպես ասած տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ վերացվեն։ Այս առումով ինչ կարծիք ունեք, իշխանությունները կգնան սահմանադրության փոփոխության եւ որքանով կհաջողեն։ Ընդհանրապես կա կարծիք, պնդում, որ ահաբեկիչների հետ եւ շորթող անձանց հետ բանակցել չի կարելի։ Յուրաքանչյուր պահանջի կատարումը ծնում է նոր ահաբեկչություն, նոր պահանջ, նոր շորթում։ Ադրբեջանական հայտնի է, որ ահաբեկչական պետություն է։ Ցավոք սրտի մեր օրերում իշխանությունը նույնպես նպաստում է այդ ահաբեկչական խոսույթը բերում է եւ պարտադրում է հայ ժողովրդին։ Իսկ այդ վարքագիծը հուշում է մի բան, ցանկացած զիջմանը հաջորդելու է նոր պահանջ։ Արևյան պետությունը շահագրգռված չէ, ակնհայտ դա ցույց է տվել, նաև իր պահանջատիրական արևմտյան Ադրբեջանի թեզերով եւ այլն ցույց են տվել, որ նրանք խաղաղության ոչ պատրաստ են, ոչ ցանկություն ունեն եւ ուզում են օգտվել այս պատմական հնարավորությունից առավելագույնը փոխելու Հայաստանից։ Հետևաբար ցանկացած պահանջ, որը բավարարվում է Հայաստանի կողմից, սկիզբ է դնում մյուս պահանջին ավելի ցինիկ, ավելի ինտենսիվ այդ թվում սահմանադրության փոփոխություն, այդ թվում, չգիտեմ, ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցում, այդ թվում վերջին օրերին քննարկվում էր ռուսական ռազմաբազան անելու պահանջ եւ այլն։ Իսկ այդ պահանջները երբեք չեն սահմանափակելու, չի լինելու վերջին պահանջ։ Շնորհակալ եմ։